Սյունիքի սահմանային խնածախ ու խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակահերթերն ավելի քան 2 ամիս է չեն դադարում։ Անցած շաբաթներին միայն կրակոցների պարբերականությունն ու ժամերն են փոխվել։ Եթե ավելի վաղ ադրբեջանական զինուժը ճիշտ ժամանակացույցով էր սկսում կրակել, ապա հիմա ըստ տեղացիների դրանք անկանոն են։ Կրակում են տարբեր ժամերի, սկսելով ուշ գիշերը։ Ժամերը փոխած են տարբեր ժամերի, առավոտվա կողմն են կրակում, տարբեր ժամերի կրակում են։ Ուղղակի այդ առավոտվա ժամը 5:30, էսի վտանգավոր ժամը ժողովուրդ արդեն իրանց գործին, իրանց բանակցություններին։ Ժամը 1:30, 11:30, 10-ին, որ միշտ 10:20 են կրակել, հիմա 10:05 են կրակում։ Երեկ առավոտ օրինակ ժամը 5:30 են կրակել, կովերի հանելուց արդեն։ Այսօր 4:30 են կրակել, 5:20 պակաս են կրակել։ Տանց միշտ էլ կրակում են, կրակոցները միշտ էլ կա։ Խնածախի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ ու խնդրեց ձայնը փոխել, ասաց՝ գյուղացիները մտահոգ են հատկապես թիրախավորված կրակոցներից հետո։ Խնածախում ու խոզնավարում ադրբեջանական զինուժի կրակոցներից տների տանիքներ, պատուհաններ են վնասվել։ Մանր եղջերավոր կենդանի է խոցվել։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված այս գյուղերում հիմնականում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Բան չես իմանում հիմա կրակում են, ում վրա են կրակում, օդ են կրակում, թե մարդկանց վրա են կրակում։ Երեք օրինակ 5:30 կրակել են, հիմա ինչ իմանաս, այդ բանը եւ կովերը հանում են։ Ես ինչ իմանամ, ինձ վրա են կրակում, թե օդ են կրակում։ Սակայն խնածախցիներն ասում են, այլ ելք չունեն, իրենք սովորել են կրակոցներին։ Միայն Երևանից եկող հյուրերն են տագնապում ու խուսափում են երկար մնալ։ Մի քանի օր առաջ Երևանից հյուրեր ունեինք, այդ երևանցիներն էին։ Ասում հյուրանոց ծարեն գնանք, ասում մենք ոնց ենք անում։ Մարտ ամսից ի վեր տեղացիները հատուկ կենտ դեպքեր են հիշում, որ գյուղում խաղաղ է եղել։ Խոզնավարում օրինակ մեկ նման դեպք էին հիշում։ Էլի նույն ձևով է, միշտ էլի նույն ձևով կրակում են, նույն արանքը մեղել է, մի օր չեն կրակել, նորից կրակել են։ Սյունիքի մարզպետն էլ է հաստատում, մարտից ադրբեջանական կրակոցները պարբերական են դարձել։ Արդեն շուրջ չեմ կարող հստակ ասել, բայց երևի 3 ամիս է եւ ավելին սիստեմատիկ գիշերները կրակոցների ձայներ են լսվում եւ ինչ որ մի հաճախականությամբ նաեւ փամփուշտները դիպչում են ենթակառուցվածքներին, տներին, ինչը շատ վատ է եւ այն պետք է տեղի չունենա, բայց պաշտպանության նախարարությունը հստակ արձանագրում է փաստը եւ դիրքորոշում ունի այս առնչությամբ։ Ես ավելացնելու պաշտպանության նախարարության ասվածին երևի թե չունեմ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը որպես կանոն այս կրակոցներին չի անդրադառնում առանձին հաղորդագրություններով։ Ռազմական գերատեսչությունից հաղորդագրություններ են տարածում, երբ քաղաքացիական ենթակառուցվածք է խոցվում։ Երեկ էլ Սյունիքում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն անդրադառնալով կրակոցներին հայտարարել է, որ դրանք չեն օգնում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Միևնույն ժամանակ մենք իրականացնում ենք գետնի վրա եւ դիվանագիտական համապատասխան գործողություններ եւ կամ այնպիսի գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան։ Իշխանությունից պարբերաբար Ադրբեջանին առաջարկում են սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել, Բաքվից սակայն չեն արձագանքում։ Այս կրակոցները հաջորդեցին հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, որն Ադրբեջանը չի ստորագրում։ Փաստաթղթի կնքման համար Բաքուն շարունակ պնդում է իր նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարում։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, իսկ դրան հասնելու ճանապարհը Հայաստանի իշխանությունը համարում է պայմանագրի ստորագրումը։ Չնայած վարչապետի վստահեցումներին, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ ասաց, որ սրացման վտանգ միշտ կա։ Բնականաբար անվտանգային ռիսկերը շարունակում են գոյություն ունենալ այնքան, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի ի վերջո հաջողվի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման այս փաստաթղթը ստորագրել։ Էսկալացիայի հնարավոր վտանգի մասին վերջերս խոսել են թե Վաշինգտոնից եւ թե Մոսկվայից։